Նախորդ տարվանից մեր երկրում գործող պորտալարային արյան բանկում պահվում է նորածինների պորտալարից անջատված արյունը։ Այն մշակվում է եւ ցողունային բջիջները կիրառվում են հատկապես արյան քաղցկեղով տառապող մարդկանց կյանքը փրկելու համար։ Երեխայի ծննդից հետո յուրաքանչյուր ծնող $1000 վճարելու դեպքում կարող է ի պահ տալ նրա պորտալարային արյունը։ Նշել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ղեկավար Սևակ Ավագյանը։ Եվ ամենակարևորն ինչ է, որ այդ ցողունային բջիջները հենց այդ մարդուն են պատկանում։ Այսինքն ապագայում, եթե հանկարծ իրենց հետ որևէ մի խնդիր առաջանա, մասնավորապես արյան քաղցկեղի հետ կապված, էլ պետք չլինի մեր դուռը թակել եւ ասել դոնոր փնտրեք։ Իրենք կհանդիսանան իրենց իսկ դոնորները։ Այսինքն ժամանակին իրենցից վերցրած պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջները կլինեն իրենց փրկության օղակը։ Մենք արդեն 12 հոգի ունենք։ Գիտեք ինչ կա, ցավոք սրտի եւ կարծում եմ, որ այս առիթն էլ լրատվամիջոցների հետ նմանօրինակ հանդիպան եւ շնորհակալ եմ ձեզ ուսի դրա համար, մի հերթական քայլ է, որպեսզի մենք լուսաբանենք այս խնդիրը, որովհետեւ եթե անգամ բժիշկների ճանապարհով եւ հաճախ նրանց կարծրատիպերը, ես ներողություն եմ խնդրում անշուշտ, կոտրելով դժվար ճանապարհ է, որտեղ ես այդ փորձառություն ունեմ նույն փոխպատվաստման հարցերով, 15 տարի է մենք դուռ թակում ենք տարբեր գերատեսչություններ եւ ասելով փոխպատվաստման կենտրոն կառուցեք այս երկրում։